Այսօր ինչ պահանջ ունեք եւ ինչ սպասելիքներ ունեք ազգային ժողովում։ Շատ պահանջներ ունենք ազգային ժողովում հայ ազգի կողմից ընտրված ինչ-որ խմբակ է, հայ ազգի չէ, խաբված հայ ազգի կողմից ընտրված ինչ-որ խմբակի շատ պահանջներ ունենք, բայց սպասումներ չունեմ։ Սրանք մինչև այս կեղտոտ զանգվածը մինչև չմաքրվի, ոչ մի հարց լուծելիք չկա։ Բայց մենք չենք կարող, եթե հույս չունեմ, դա չի նշանակում, որ ես պետք է տանը նստեմ, այս թուրքի լամուկները ինչ ուզեն անեն մեր հանդեպ։ Ձեզ համար հասկանալի է ինչու Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մեծ դահլիճի ձեզ տրամադրել։ Ինչի հասկանալի չի, հասկանալի է։ Իրանք ամենին հրահանգ ստանում են Թուրքիայից։ Իրանք տիպիկ թուրք են, եթե հայերեն են խոսում, եթե հայի ազգանունն է վերջավորությունը իրանք հայ չեն, իրանք հոգով թուրք են։ Չգիտեմ իրանք գենետիկորեն ինչ են, բայց իրանք հոգով թուրք են, որովհետև հայի վերջն են ուզում տենան։ Ոչ մի խաղաղություն չի լինելու, ժողովուրդ ջան։ Շատ ընտրվեն, այդ ամբողջ երկեն վախկոտ մասսայի համար է, թե խաղաղության ինչ խաղաղություն։ Բա որ խաղաղություն բերող է իր այդ տականք, ինչի այս պատերազմը բերեցիր, ինչի բերեցիր 20-ական թվականի այս պատերազմը, այդ կան ոսկի, մեր ոսկի երիտասարդությանը հողի տակ դրեցինք, այդ տականք, Նիկոլ աղբեմ ես ասում, դա ոչ իմ վարչապետն է, ոչ էլ իսկ ով էլ, ինչ-որ ավելնորդ խոսքեր գրի իմ այս արտահայտությունների համար, կասեմ, տղաների անեծքը, ով գնաց Նիկոլ աղբին ընտրեց, տղաների անեծքը թող երկնքից թափվի դրանց ընտանիքների գլխին, որ հասկանան, թե մեր ուզածը ինչ էր։ Ալեն Սիմոնյանի թիմը ինչ ակնկալիքներ ունեք, Կիչնի նա ձեզ կընդունի, նաև հիշեցնեմ, որ միջադեպ էր ունեցել անհետ կորած զինծառայողների աջակիցներից մեկի Միքայել Մարգարյանի հետ, դուք սա ինչպես ընդունեցիք, ու նաև պահանջում է ներողություն խնդրել և վճարել 1 դրամ, դուք ինչպես եք։ Այդ 1 դրամը թող տանի խփիր մոր ճակատին, այն որ մատ էր ցույց տալիս, այդ մատն էլ կպցրին նույնպես իր մոր ճակատին, որ իր նման խրտվիլակը բարձրացել ազգային ժողով աթորա զբաղացնում ու ձեռը առնում հայ ժողովրդից, այ զիբիլ վերջը գալու է այ տականք, տղամարդ ես անունով, տղամարդկանց հետ ես կռիվ տալիս, արի իջի ներքև ես իմ ասելիքը քեզ ասեմ, դե խի նախապատրաստեմ իրան, եթե պետք լինի իջնի, առանց թիկնապահների, թեկուզ թիկնապահները, բայց թիկնապահները չխառնվեն, են աս դեմ առ դեմ, հլը տեսնեմ, այ զիբիլ, ասելիքըտ ինչ է։